Եկեք պատրաստենք ձմռան համար շատ համեղ կանաչ լոլիկի աղցան մարինադ։ Այս տարբերակով շատ լավ է ստացվում։ Շատ հեշտ է պատրաստել, անգամ սկսնակները կարող են հանգիստ պատրաստել։ Ահա եւ անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Ցանկալի է վերցնել կանաչ եւ կիսակարմիր լոլիկներ, որպեսզի ավելի գեղեցիկ եւ համեղ ստացվի։ Լոլիկները կտրատում ենք ոչ շատ բարակ շերտերի։ Կտրատում ենք կիսալուսնաձև կամ շրջանաձև, եթե լոլիկները փոքր են, կարող եք կտրատել շրջանաձև։ Այս աղցանը շատ համեղ է ստացվում, կարող ենք հենց այսպես պատրաստել եւ միանգամից ուտել։ Գազը կտրատեք այնպես, ինչպես ցանկանում եք, կարող եք նաեւ անցկացնել քերիչով։ Խփեղներից վերցրել եմ կանաչ եւ կարմիր գույները, հեռացնում ենք պտղակոտը եւ կտրատում ենք շրջանաձև կամ ինչպես կցանկանաք։ Շատ բարակ չեն կտրում, որպեսզի ստերիլիզացնելու ընթացքում չլխկվեն։ Եթե կծվի սիրահար է, կարող եք 1 կծու պղպեղ ավելացնել։ Այս աղցան մարինադը կարող եք նաև չստերիլիզացնել եւ ուտել 1-ից 2 օր հետո։ Սա կոչվում է չոր թթու, այսինքն պատրաստում ենք այնպես, ինչպես մալականի թթուն իր սեփական հյութի մեջ։ Այս դեպքում հավաքում ենք ապակե տարայի մեջ, միայն աղ ենք ավելացնում եւ ծածկում ենք ափաչով, թողնում ենք իր սեփական հյութի մեջ թթվի։ Սոխը նույնպես կտրատում ենք կիսալուսնաձև եւ առանձնացնում ենք կտորները, արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս։ Սխտորը նույնպես մանր կտրատում ենք կամ կարող եք նաեւ ճզմել։ Հարգելիներս, եթե կցանկանաք իմ պատրաստման տարբերակը տեսնել չոր թթուի, մեկնաբանության բաժնում գրեք, սիրով կպատրաստեմ։ Ես այստեղ ավելացնում եմ նաեւ մաղադանուս, կարող եք նաեւ ավելացնել նեխուր կամ ցանկացած տեսակի այլ կանաչի։ Ավելացնում ենք աղը, շաքարավազը, քացախը եւ բուսայուղը։ Քացախը ինձ մոտ 9%-անոց է։ Այս ամենը շատ լավ խառնում ենք եւ թողնում ենք 2 ժամ մնա։ 2 ժամվա ընթացքում անընդհատ պետք է այսպես խառնենք, որպեսզի հյութը ավելի շուտ դուրս արձակի։ Ահա տեսեք ինչքան հյութ է դուրս արձակել։ Ես լցնելու եմ 1 կիլոգրամանոց տարաների մեջ։ Լցնում ենք տարաների մեջ, մի թեթև սեղմում ենք, որպեսզի ավելի շատ տեղավորվի եւ եփվելու ընթացքում շատ չպակասի։ Հարգելիներս, բաղադրիչները եւ հստակ քանակը գրված կլինի նկարագրության բաժնում, ինչպես նաեւ կա էկրանի վրա։ Ինձ մոտ այս չափաբաժնից ստացվեց 4 1 կիլոգրամանոց տարաներով եւ 1.5 կիլոգրամանոց տարայով պահածով։ Ահա տեսեք, այսքան հյութ է ավելացել, հիմա պետք է հավասարաչափ լցնենք բոլոր տարաների մեջ։ Լցնում ենք մոտավորապես կեսից մի փոքր ավել, մինչև վերջ չենք լցնում։ Քանի որ եփվելու ընթացքում նորից հյութ է դուրս արձակելու եւ կթափվի արդեն տարաների միջից։ Նախորոք կաթսայով ջուր ենք եռացնում եւ տարաները տեղավորում ենք մեջը։ Եռալուց հետո եփում ենք 20 րոպե։ Վրան էլ այսպիսի ծանրություն ենք դնում, որպեսզի եռալու ընթացքում ջուրը չլցվի տարաների մեջ։ 20 րոպե հետո տարաները հերթով հանում ենք եւ փագում ենք, անմիջապես բոլորը միանգամից չենք հանում ջրի միջից։ Ահա տեսեք, թե ինչքան լավ է ստացվել եւ ինչքան լավ է պահպանվել բանջարեղենի տեսքը։ Շրջում ենք կափարիչի կողմով, վրան գցում ենք բարակ ծածկոց։ Հաստ ծածկոցով պետք չէ ծածկել, քանի որ բանջարեղենը այդպես ավելի շատ կփափկի։ Այսօր էլ այսպիսի համեղ ու տարբերվող բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը։ Դուք էլ պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։